Բարի երեկո, խոսքի իրավունքն է հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում եւ այս հաղորդումը նշեմ, որ իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ, իսկ զրուցելու ենք Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության եւ խաղաղության երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Օհանյանի հետ։ Բարև ձեզ, Տիգրան։ Շնորհակալություն, որ համեցել եք հարցազրույցի։ Միջազգային սեմինար անցկացվեց անցած ամսվա վերջերում միջմշակութային երկխոսությունը համագործակցության միջոցով այս խորագրով։ Սկսենք նրանից, թե ինչ ծրագիր էր սա, ինչ նպատակների իրականացման էր կոչված, ինչ խնդիրներ էր դրված այս ծրագրով եւ այլն։ Ծրագիրը իրենից ներկայացնում է միջազգային երիտասարդական սեմինար, որը կոչված է համախմբելու Եվրոպական միության եւ Արևելյան գործընկերության անդամ երիտասարդներին, քննարկելու մշակութային բազմազանության, միջմշակութային երկխոսության, երիտասարդական համագործակցության եւ մի շարք այլ հարցեր։ Ծրագրի խնդիրներն այն բարձրաձայնել բարձրացնելու երիտասարդների գիտելիքները միջմշակութային երկխոսության ոլորտում, ինչպես նաև բազմամշակույթ միջավայրում աշխատելու կարողություններ զարգացնել։ Շատ լավ, իբրև նպատակ, ինչպես նշում եք, համախմբելն է Եվրոպական միության անդամ եւ Արևելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդներին բարձրացնելու նրանց շրջանում փոխմրման մշակույթը եւ բազմամշակույթ մթնոլորտում աշխատելու հմտությունները։ Այ որքանով է հաջողվում հայ երիտասարդների հետ այդ փոխմրման մշակույթ ձևավորելը, որտեղ ինչ պայմաններում են այդ մթնոլորտում աշխատելու հմտությունները ձեռք բերում մերոնք։ Նախ եւ առաջ 2012 թվականից Հայաստանի համար բացվել է Արևելյան գործընկերության պատուհանը, որի շնորհիվ հայ երիտասարդները կարողանում են ծրագրեր ներկայացնել, ինչպես նաև իրենք մասնակցել բազմաթիվ միջազգային ծրագրերի, թե Եվրոպայի խորհրդի, թե Եվրոպական միության շրջանակներում։ Նախ եւ առաջ բազմամշակույթ միջավայրում աշխատելու կարողությունը, հենց իրենք կարողանում են կիրառել միջազգային տարբեր ծրագրերում, լինի դա Հայաստանում, թե այլ երկրներում։ Բացի այդ, նաև շատ հայ երիտասարդներ իրենք աշխատում են միջազգային կառույցներում, նաև սովորում են տարբեր համալսարաններում արտերկրում, այդ գիտելիքները իրենք կիրառում են այնտեղ։ Շատ լավ։ Ծրագրի խնդիրն է բարձրացնել երիտասարդների գիտելիքները մշակութային երկխոսության եւ մշակութային բազմազանության վերաբերյալ, քննարկել Հայաստանի Արևելյան գործընկերության եւ Եվրոպական միության այլ երկրների հետ երիտասարդական համագործակցության ուղղությունները, ճիշտ է։ Այո։ Եվ ինչ է բարձում այդ քննարկումների արդյունքում, մենք ավելի շատ Արևելյան գործընկերության, թե Եվրոպական միության գործընկերության շրջանակում ենք ուզում, այսպես ասեմ, համագործակցել, աշխատել, ուղղությունը որն է մեր երիտասարդության։ Արևելյան գործընկերությունը ինքը Եվրոպական միության ուղղություններից մեկն է, հետևաբար ես չէի ցանկանա դրանք տարանջատել, քանի որ դրանք Եվրոպական միության ուղղություններից մեկն է։ Եվ Հայաստանը դա շատ լավ հնարավորություն ընձեռնվեց, որ 2012-ին ընդգրկվեց այդ ծրագրի մեջ եւ ել ավելի մեծացան հայ երիտասարդների հնարավորությունները այդ ծրագրի շրջանակներում օգտվելու Եվրոպական միության ռեսուրսներից։ Լինի դա Erasmus Mundus ծրագրի շրջանակներում, երիտասարդությունը գործողության մեջ ծրագրի շրջանակներում եւ մի շարք այլ ծրագրերում։ Լավ։ Ծրագիրը, որի մասին խոսում ենք, տեղյակ ենք, որ ֆինանսավորվել է Եվրոպական միության երիտասարդությունը գործողության մեջ ծրագրի կողմից, իսկ համաֆինանսավորվել է մեր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից, ճիշտ է։ Եվրոպական միության հետաքրքրվածությունը հասկանալի է եւ պարզ։ Ինչու է մեր երիտասարդության հարցերով զբաղվող գերատեսչության, այսպես ասեմ, հետաքրքրվածությունը ինչու է կայանում։ Նախ եւ առաջ 2010 թվականից Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից գործողության մեջ է դրվել առցանց դրամաշնորհային համակարգը, որի շնորհիվ հնարավորություն է տրվում երիտասարդական կազմակերպություններին եւ երիտասարդության հարցերով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններին իրենց ծրագրերը ներկայացնելու առցանց եւ
լավագույն ծրագրերը արժանանում են ֆինանսավորման, դրամաշնորհ են ստանում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Եվ պետական քաղաքականության, երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում այս կարևոր մի ուղղություն էր, որ առցանց է կարողանում կազմակերպություն ներկայացնել իր ծրագիրը, որը էլ ավելի թափանցիկ է դարձնում այդ գործընթացը։ Եվ հետաքրքրությունը գերատեսչության դա համագործակցությունն է նաև միջազգային ոլորտում, ինչպես նաև աջակցությունն է երիտասարդական կազմակերպություններին իրականացնելու իրենց ծրագրերը։ Իրականացված կամ իրականացվող միջոցառումների մասով, բացի նրանից ինչից խոսեցինք, ձեր հասարակական կազմակերպությունը էլ ինչ է անում, իր ծրագրերը իրականացնում։ Միջմշակութային երկխոսության ժողովրդավարության խաղաղության երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպությունը ինքը իրականացրել է տարբեր սեմինարներ, համաժողովներ, ծրագրավորում է այս տարի եւս 3 նմանատիպ ծրագրեր իրականացնել։ Բացի այդ, մենք համագործակցում ենք արտերկրի մեր գործընկերների հետ եւ օժանդակում ենք, որպեսզի շատ հայ երիտասարդներ նաև արտերկրում մասնակցեն երիտասարդական միջոցառումներին, լինի դա համաժողով, սեմինար, թե այլ միջոցառում։ Ո՞վ է ֆինանսական ծախսերը հոգում օրինակ այդ երիտասարդների արտերկիր մեկնելու։ Հրավիրող կողմը ինքը հոգում է կեցության եւ սնունդի հետ կապված ծախսերը, ինչպես նաև 70% ճանապարհածախսը։ Մնացածը հասարակական կազմակերպության միջոցներով։ Մնացածը մասնակիցը իր միջոցների հաշվին է, խոսքը 30% ճանապարհածախսի։ Երիտասարդի է հաջողվել մեկնել արտերկիր եւ մասնակցել նման միջոցառումների։ Կոնկրետ 2012 թվականի ընթացքում մեր կազմակերպության շնորհիվ արտերկրում կայացած միջոցառումներին մասնակցել է շուրջ 25 երիտասարդ, ինչպես նաև մեր կազմակերպած Հայաստանում միջազգային միջոցառումներին Հայաստանից մասնակցել է շուրջ 30 երիտասարդ։ Դրանք միայն ուսանող երիտասարդներ են, թե բացարձակ նշանակություն։ Երիտասարդության, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական հայեցակարգով երիտասարդ համարվում է մինչև 18-ից 30 տարեկան քաղաքացին, հետևաբար մեր միջոցառումները սահմանափակվում են այդ տարիքային ցենզով եւ պարտադիր չի միայն ուսանող, ցանկացած անձով շահագրգռված է երիտասարդական ծրագրերով։ Ձեր կազմակերպության նպատակներն ու խնդիրները արդյոք սահմանափակվում են միայն նրանով, ինչի մասին մենք խոսում էինք քիչ առաջ։ Խոսքս էս վերջի միջմշակութային երկխոսությունը համագործակցության միջոցով այս ծրագրի մասին է եւ դրա մեջ քննարկվող կամ քննարկված կամ բարձրաձայնված հարցերի շրջանակի։ Մեր կազմակերպության նպատակներն ու խնդիրները բազմապրոֆիլ են։ Բացի միջմշակութային երկխոսության հարցերից, մեր նպատակներից է նաև ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում, որի շրջանակներում ես մեկ օրինակ բերեմ, 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք Եվրոպայի խորհրդի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացրեցինք միջազգային դիտորդական արշավ, որի ժամանակ արտերկրի ժամանած երիտասարդ դիտորդները եւ հայ դիտորդները փորձի փոխանակում կատարեցին եւ մասնակցեցին դիտորդական առաքելության տարբեր ընտրատեղամասերում։ Ինձ հետաքրքիր է իմանալ, ինչ ծրագրեր են իրականացվել միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության եւ խաղաղության երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության կողմից, որին օժանդակել, ֆինանսավորել է որոշակիորեն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մենք իրականացրել ենք միջմշակութային երկխոսության նվիրված հայ-վրացական երիտասարդական համաժողով ծրագիրը, որը առցանց դրամաշնորհային համակարգով ֆինանսավորված առաջին ծրագրերից մեկն էր։ Բացի այդ, իրականացրել ենք նաեւ միջմշակութային երկխոսությանը եւ երիտասարդների մասնակցության նվիրված երիտասարդական համաժողով ծրագիրը, ինչպես նաեւ միջազգային երիտասարդական համագործակցությունը մարզաբնակ երիտասարդների համար միջազգային ֆորում ծրագիրը։ Ես կուժանայի նաև շեշտը դնել այդ ծրագրի վրա, քանի որ դա հնարավորություն ընձեռեց շատ մարզաբնակ կազմակերպությունների տեղեկատվություն ստանալ
թե Արցախ դրամաշնորհային համակարգի մասին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաեւ միջազգային երիտասարդական հիմնադրամների մասին։ Շատ է։ Շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար։ Հայկական երկրորդ հեռուստալիքի եթերում խոսքի իրավունքներ, իսկ այս հաղորդումը հիշեցնեմ, որ իրականացվում էր Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ։ Այսքանը կհանդիպենք ցտեսություն։